Մագնիսական թնդանոթ։ Վերցնենք ուժեղ մագնիս և մի քանի պողպատե գնդեր։ Եկեք դրանց միացնենք և դնենք ոչ մագնիսական ռելսի վրա, իսկ այժմ ևս մենք գութ մոտեցնենք մագնիսին և բաց թողնենք այն։ Իսկ շղթայի մյուս ծայրում գտնվող վերջին գունդը թռչում է անսպասելիորեն մեծ արագությամբ։ Մենք նրա ճանապարհին հսկայածավալ թիրախ ենք դնում, և նա այն տապալում է։ Մեր խնդիրն է զբաղվել այս երևույթի հետ։ Ֆիզիկայի երևույթի բացատրությունը սկսում է ամենապարզ իրավիճակներից և փորձերից։ Մենք հեռացնում ենք մագնիսը և վերցնում երկու գունդ։ Մեկը անշարժ դնենք, իսկ երկրորդը հրենք դրա վրա։ Եթե գունդը կտրուկ հրենք այնպես, որ նա սահի, այլ ոչ թե գլորվի, ինչպես դա անում են բիլիարդում, հարվածի պահին նա կփոխանցի անշարժ գնդին համարյա թե ամբողջ սեփական էներգիան, իսկ ինքը կկանգնի։ Այսպես են ցուցաբերում իրանց իմպուլսի և էներգիայի պահպանման օրենքները։ Հիմա կդնենք մի քանի միանման գնդեր մի գծով։ Այսպիսի շղթան մի գնդի հետ բախվելիս իրանից հրում է միայն ամենածայրի գունդը։ Նրան հաջորդողը կարող է դանդաղ շարժվել, իսկ մնացածը կմնան կանգնած։ Կարելի է համարել, որ բախումը կատարվում է շղթայով հերթականությամբ։ Առաջին գունդը փոխանակում է արագություններով երկրորդի հետ, երկրորդը երրորդի հետ, երրորդը չորրորդի հետ և այդպես շարունակ։ Դա նման է գնացքի վագոնների շարժմանը, որտեղ վագոնները հրում են միմյանց։ Այս սկզբունքի վրա հիմնված է Նյուտոնի օրորոց անունով խաղալիքը։ Նյուտոնը չէր քնում նման օրորոցում և չէր հորինել այն։ Բայց քանի որ դրա շարժումը հիմնված է Նյուտոնի օրենքներով, ինչպես աշխարհի ցանկացած այլ շարժում, ինչու այն չանվանվի այդպես։ Հիմա մենք կվերադառնանք մեր թնդանոթին, թե որտեղ է այստեղ հիմնական հնարքը։ Եթե դնենք մեկ գունդ մագնիսի հետևում, երբ դուք գործարկեք թնդանոթը, այն չի թռչի ի վերջո։ Այժմ երկու գնդակները նույն ուժով ձգվում են դեպի մագնիսը։ Բայց երբ մագնիսի հետևում երկու գունդ կա, երկրորդ գունդը թռչում է հարվածի մոտ պատշաճ արագությամբ։ Եթե մենք մագնիսի հետևում դնենք 3 կամ 4 գնդակ, կա փաստն այն է, որ մուտքային գնդակը շատ ուժեղ է ձգվում դեպի մագնիսը, իսկ հեռու թռչողը ավելի թույլ։ Հետևի գունդը հրում է ստանում, փոխանցվում շղթայի երկարությամբ, բայց մագնիսը չի կարողանում պահել այն, ուստի այն թռչում է մեծ արագությամբ։ Ցույց տալու համար, թե որքան արագ է փոխվում ձգվողական ուժը գնդակի և մագնիսի միջև, եկեք սեղմենք մագնիսն ու գնդակը փայտե շրջանցի մեջ։ Եկեք քաշենք մանրադելը ուժը կազմեց 36 նյուտոն։ Սա այն ուժն է, որով մագնիսը ձգում է դեպի իր երկաթե գունդը։ Այժմ մագնիսի և գնդակի միջև տեղադրենք 0.7 մմ երկարությամբ միջնորդին։ Կրկին քաշենք սենսորը, հեռացման ուժը կարճատվել է մինչև 20 նյուտոն։ Անդադ ավելացնելով միջադրի հաստությունը, մենք ծագրում ենք ձգողականության ուժի կախվածությունը բացվածքի չափից։ Երևում է, որ այդ ուժը շատ արագ է նվազում, ուստի գնդակը ձեռք է բերում իր արագությունները բարձրացիորեն մագնիսի մոտեցման վերջին վայրկյաններին։ Միլիմետրերի վրա։ Եկեք նայենք այս շարժման նկարահանելով այն շատ ուժեղ տեսախցիկով։ Հետաքրքիր է, թե մեր թնդանոթից ինչ արագ է գունդը թռչում։ Պարզելու համար մենք տեղադրել ենք մի քանի զույգ լուսանկարող դարպաս իրարից առանձնացված 10 սանտիմետրի վրա։ Համակարգիչը կչափի գնդակի մի դարպասից մյուսի թռչելու ժամանակը, այնուհետև կգտնի այն։ Բաց թողենք գունդը, նրա արագությունը հավասար է 2.8 մմ վայրկյան։ Ավելի մեծ արագություն ստանալու համար անհրաժեշտ է օգտագործել ավելի հզոր մագնիսներ մեկը մյուսի հետևից փախցնելով։